սպանվեց Փարաքար համայնքի ղեկավարն ու նրա ընկերը։ Քաղաքական սպանությունը։ Խուլիգանությունների թիվն է Հայաստանում աճել, թմրաշրջանառությունը, մանկապարտեզի վրա են կրակում։ Հայաստանը անվտանգ երկիր է, Հայաստանը դառել լակոտների ու թյուրիմացությունների երկիր։ Կարծում եք, որ անվտանգ է։ Ես չեմ մանում, անվտանգ է թե անվտանգ չի, բայց մենք միշտ պատրաստ ենք տականքների դեմ պայքարի։ Չէ, անվտանգ չէ, արդեն անվտանգ չէ, առաջ էր անվտանգ, իսկ հիմա չգիտես, քայլում ես փողոցով կարող է քեզ էլ սպանել։ Բարդ հարց եք տալիս։ Անվտանգ է Հայաստանը։ Մենք հայ ենք Հայաստանում։ Ես կարող եմ ասել։ Իսկ նման թվի աճը խուլիգանությունների, սպանությունների։ Ես դեր հարցին պատասխանեցի, մենք հայ ենք Հայաստանում, ուրիշտեղ մենք հայ չենք։ Ամենաչսիրածս բանը քաղաքականությունից խոսելն է, բայց այս պահին այնքան էլ չեմ համարում, հետագայում կերևա։ Անվտանգ չի Հայաստանը։ Չէ, այս պահին չէ։ Ես միշտ եմ անվտանգ համարում։ Բայց անկախ ամեն ինչից։ Սա մեր հայրենիքն է, շատ եմ ապրել ուրիշ տեղեր, եղել եմ ուղեկցորդուհի, աշխատել եմ ստյուարդեսա, շատ ազգերի հետ եմ շփվել, մեր ազգը, մեր հայրենիքը, մեր հողը ինձ համար սրբություն է ու ամենաանվտանգը, որովհետև կարող եմ գիշերվա ժամը 3-ին, 4-ին, երբ ուզենամ վեր կանամ տանից, գնամ ու դուռն էլ բաց եմ քնում։ Ոչ, անվտանգ ես դրսից եմ, հա, ոչ, անվտանգ չի, սպասում։ Տեղեկատվությունների հիման վրա։ Մենակ Հայաստանը չի, աշխարհն է վտանգի մեջ։ Աշխարհն է աղջիկ ջան, աշխարհում կան անգրագետ մարդիկ վարում են սխալ, անգրագետ դաստիարակված են, կոպտում են աղջիկներին, մեքենանով զարմացնում են իրենց։ Մենակ Հայաստանի վրա մի վերաբերեք այդ բոլոր դժբախտությունները, որ պատահում է։ Եղավ լավագույնը։ Քանի այսպիսի ղեկավար ունենք, մենք անվտանգ երկիրը չենք։ Կսպասեք մի 2-3 ամիս, 1 տարի հետո կզգա քիչ կկատարվի։ Արդեն ադրբեջանցին կգաստե կմտնի, կներեք աղջիկ ջան, բայց մեր կանանց էլ կբռնաբարի։ Եթե մենք ցած ղեկավար ունենք, ուրիշ բան չեմ ասում։ Փարաքար համայնքի ղեկավարը դեմ էր սրանց, դեմ էր։ Իսկ դուք ինչ եք մտածում, ինքը իր կյանքով, իր բանով գնաց։ Մտածեք, մեղեա են լավագույն տղաներին սաղին կալանավորել են, սաղին կալանավորել, կրվող տղաներին կալանավորել են, ադրբեջանցի ամեն ինչի ինձ բան են անում, իրենց ադրբեջանցիների արած անում են, մասիսն են հանում, գեբն են բան անում, ինչ եք մտածում դուք։ Դուք երեխա եք, մի քանի տարի հետո եթե սես գնա, մենք լրիվս կամ ադրբեջանի սեր կդառնանք կամ թուրք կդառնանք։